Նոր խորագրով, բայց ազգայինի պահպանության անխախտ նպատակներով հայ երգը նախագիծը գալիս է շարունակելու Գյումրիի ժողգործիքների պետական նվագախմբի նախաձեռնած և մեծ հաջողություն ունեցած ակունքների կարևոր առաքելությունը։ Նախագիծը արժեքավոր է Գյումրիի մշակութային կյանքում, այն հայ երգն է ապրեցնում և հանդիսատեսին երգարվեստի ակունքներին մոտեցնում։ Սա անշուշտ ավանդական երգի, նաև կոմպոզիտորական, բայց հիմնականում ավանդական, ժողովրդական, աշխուղական երգի արդի մեկնաբանություններն են, բայց այդ մեկնաբանությունների մեջ, կատարողական արվեստի մեջ կա դասական ճշգրտություն, չափանմուշային կարևոր բաղադրիչներ, որոնք այսօր մեզ շատ անհրաժեշտ են, որովհետև շատ հաճախ մենք աղավաղումների ականատեսն ենք դառնում։ Աղավաղումներից զերծ մաքուր ու զուլալ ակունքներից փխող հայ երգն է ներկայացնում երաժիշտներն ու կատարողները։ Գյումրիի ժողգործիքների պետական նվագախմբի հետ համատեղ համերգային ծրագրերը հաճախակի են։ Աշխուղական և կոմպոզիտորական երգերի կատարմամբ հայ երգի բեմում երգիչ Արտավազդ Մելքոնյանն է։ Երիտասարդ երգիչը հայկական երգերի մի քանի նախագծերում է հանդես եկել և միայն հայ երգը չէ, որ ներկայացնում է, բայց հարազատ ու ազնիվն իր համար աշխուղական երգարվեստն է Սայաթ Նովայի, Շերամի, Հավասու, Շահենի բացառիկ ստեղծագործությունները։ Շերամի երգերը իմ համար մի ուրիշ, այսպես ասած, կողմ է ու ոնց որ դա էլ իր հերթին է նպաստում, որ ես ավելի, այսպես ասած, պատասխանատվություն վերցնեմ ինձ վրա։ Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ այսօր հիմնականում երգիչները հանդես են գալիս խնջույքներում ու նմանատիպ համերգներ շատ քիչ է լինում։ Այսօր ոնց որ առիթ հանդիսացավ, որ ես կարողանամ իմ, այսպես ասած, կուտակած այդ էներգիան փոխանցել հանդիսատեսին։ Ինքը նաև ելույթ է ունեցել ազգային պետական ժողգործիքների նվագախմբի հետ, տարբեր նվագախմբերի հետ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի ֆոլք մոդեռն ժողգործիքների հետ ինքը հյուրախաղերով հանդես է եկել Հորդանանում, Բուլղարիայում, մենք իրար հետ նաև Իտալիայում 17 մենահամերգ ենք ունեցել ներկայացնելով ազգային արվեստը։ Արտավազդ Մելքոնյանն ինքնուս կատարող է, երգարվեստում վոկալի դասեր է տվել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ պրոֆեսոր Էդվարդ Բեգլարյանը, ով ներկա էր համերգին ու վայելում էր նրա ամեն մի կատարումը։ Պրոֆեսորը կարևորում է մաքրամաքուր կատարումները, որոնք ուղղակի մերժում են օտարածին հնչյունները։ Ցավում եմ, ես նույնիսկ ողջունում եմ նման իրողությունների համար, երբ որ ռեստորանային հնչողությունները, ուրիշ կատարումները, համեմում են այլ օտար ազգի էլեմենտների, մելիզմների, համեմում են դրանցով, բայց մենք մերը ունենք և այսօր Արտավազդ Մելքոնյանը հրաշալի փայլուն կատարում է աշխուղական գուսանական երգերը շատ ինքնատիպությամբ, շատ ինքնուրույնությամբ և այնքան զգուշությամբ, քեզ թվում է թանա ոչ թե երգում է, այլ կառուցում է, նկարում է։ Կարելի ասել ինքնուց երգիչ է, թեև անցել է իհարկե վարպետների ձեռքի տակով, բայց այդուհանդերձ, ինչպես հիմա ընդունված է կրթություն, պրոֆեսիոնալ կրթություն, կարելի ասել, կոնսերվատորիական չի ստացել, և այս առումով նրա կատարումները բացառիկ մեծ հետաքրքրություն են ներկայացնում այդ երգը ոճը զգալու, հատկապես երգացանկը աշխուղական է, Սայաթ Նովայից մինչև Աշխուղ Աշոտ։ Հայ երգը նախագիծը այն հարթակն է նաև, որը բացահայտում է հայ երգարվեստի կատարողների, որոնք մեծ բեմերում չեն եղել, բայց ազգային երգն ու երգեցողությունը մատուցում են գրագետ և մաքուր։ Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբն այս նախաձեռնությամբ նոր խոսք ու ասելիք ունեցող կատարողների միջոցով նպաստում է ազգային երաժշտության հանրահռչակմանը և ամենակարևորը՝ հայ երգն է սերունդներին փոխանցում։ Մարինե Տիրբինյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։